նախարար գործընկերները հարցադրումներ արեցին ոստիկանության վերջին փոփոխությունների հետ կապված, մասնավորապես խանութություններ եւ անհատական փոփոխությունների մասով, բայց ես ուզում եմ մի շատ կարևոր իրավիճակի անդրադառնալ ձեր մեխանիզմով, ձեր նախարարությունը գործունեության կազմակերպելով, երեք ոստիկանապետի եսօրության փոփոխություններ են ոնց է դնում մեղացած մեկնությունի գալիս այլևս շնորհավորելու քեշտեսին դա հացի երկրորդ օրն է, բայց ինձ հետաքրքիր է ինչ է դրամատիկ հեռանում, չեն դիմանում, որ կին է ղեկավարում, կին է որ կայացնում, թե ամենևին միգուցե համակարգում ինչ-որ այսպես համակարգային կայացում կա և ամենակարևորը, որքանով է ուժային կառուցությունում պահպանում կարծրատիպային վերաբերմունքը կանանց ղեկավարության հանդեպ։ Կլինի այս հարցի պատասխանեք, հետո երկրորդ հարցը սովորում։ Կներեք երկրորդ հարցնելով, որ հետո է շարժվում։ Տիկին նախարար, դուք երկար տարիներ օրինացնեք գործունեության փորձ ունեք, հիմա մշակում են նախագիծ ատելության խոսքի կապված և ըստ էության բավականին մտահոգիչ հարցադրումներ կան, մտահոգություններ կան, որ ինչպիսի սահմանում պետք է տրվի, որ խոսքի ազատությունը չտուժի։ Հիմա ժողովուրդ օրաթերթը հրապարակում է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը հովանավորում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, որը, ինչպես քաղաքացին է պնդում, իր ձեռքերը ոլորել է տվել և թեքել է իր վրա։ Էդգար Բազարյանը հրապարակային հայտարարում է. ինձ սպառնացել են, ասելով լեզուտ ականջները կկտրեն։ Հիմա պետք է հասկանալ տիկին նախարար ըստեյության այս իրավիճակում կոնկրետ ատելություն տարածեց, թե քննադատություն է, սահմանը ոնց պիտի գծվի։ Շնորհակալություն հարցադրումների համար, Տիկին Մանուկյան, ոստիկանապետերի փոփոխությունը առհասարակ համակարգում ոչ թե սերով պայմանավորված տարբեր հարցերի հետ է կապված, այլ բովանդակային աշխատանքի հետ։ Կադրային փոփոխություններ են, որոնք որ միտված են ոստիկանության աշխատանքը ավելի լավը դարձնելուն, ավելի լավը ներկայացնելուն, ընդ որում ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել եմ բոլոր ոստիկանապետերին, ովքերին պաշտոնավարման ժամանակահատվածում աշխատել են և հետո ազատվել են պաշտոնից։ Պաշտոնից ազատումը չի նշանակում, որ որևէ ձևով չի գնահատվում նրանց կատարած աշխատանքը կամ որևէ անհարգալից բան կա նրանց նկատմամբ։ Ոչ, ես շնորհակալություն եմ հայտնում, նորից եմ ասում, բոլոր ոստիկանապետերին, ովքերին պաշտոնավարման ժամանակահատվածում աշխատել են և ջանք են ներդրել։ Միևնույն ժամանակ, որպես ոլորտի քաղաքական պատասխանատու, ես հանձնարարություն ունեմ կոնկրետ ժամանակահատվածներում տարբեր ռեֆորմային հարցեր լուծելու և կարծում եմ ինձ համար գոնե թե շքեղություն է ժամանակը կորցնել և կադրային որոշակի փոփոխություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա, չառաջարկել, օրինակ, վարչապետին։ Սա է պատճառը, որ կադրային տարբեր փոփոխություններ կարող են լինել համակարգում, և սա որևէ ձևով, որևէ այլ հանգամանքով պայմանավորված չէ, բացառապես ռեֆորմային աշխատանքով պայմանավորված փոփոխություններ են։ Ինչ վերաբերում է կարծրատիպերին, կանանց ընդունելուն, համակարգում եւ այլն, իհարկե ոստիկանական համակարգ եկող կանանց թիվը դեռ այն թիվը չի, ինչ որ մենք ակնկալում ենք ունենալ, որովհետեւ տարբեր ընդունելություններ ենք հայտարարում, որ կանանց թիվը գնալով ավելի մեծանա, իսկ եթե ձեր խոսքը ինձ է ուղղված, վստահաբար նախարարի պաշտոն զբաղեցնելու համար էական չի սերը, նախարարը ունի կոնկրետ լիազորություն և համակարգը նախարարի տված բոլոր հանձնարարականները, բոլոր ցուցումները պետք է կատարի հավուր, պաչաճի, անկախ նրանից թե ով է զբաղեցնում նախարարի պաշտոնը։ Ինչ վերաբերում է ատելության խոսքին, ես անկեղծ կլինեմ, Տիկին Գալյանը գործընկերս ինձ աշխատանքային կարգով փոխանցել է նախագիծը, բայց չեմ հասցրել ամբողջովին ծանոթանալ նախագծին, դրա համար չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, որ իրավիճակը ինչպիսին կլինի, բայց այն, որ նախագծի կարիքը կա, կարծում եմ բոլորս համակարծիք ենք, որովհետև երբ որ մենք մոնիտորինգի ենք ենթարկում համացանցային տիրույթը, տեսնում ենք, որ իրականում նմանատիպ խոսույթը բավական մեծ ծավալներ է ստացել, բայց ես համաձայն եմ նաև, որ ատելության խոսքը եւ խոսքի ազատության հետ կապված տարբեր հարցեր, դրանք տարբեր հարթություններում գտնվող հարցեր են եւ եթե չի հատում թեման այնպիսի մակարդակում, որ կբերի քրեորեն պատժելի արարքի կամ կբերի որոշակի վարչարարության, որևէ հարց չկա։ Կարծում առաջիկայում Տիկին Գալյանը առիթ կունենա հանրայնացնելու նախագիծը, վստահ լրագրողների հետ էլ թեման կկոմունիկացվի, որովհետև ամենաշատը դուք եք խոսքի ազատության կոնտեքստում տարբեր հարցեր բարձրաձայնում եւ նաեւ տարբեր
հարցեր դիտարկում, առաջկան կքննարկենք, միասին կհասկանանք, թեման բարդ թեմա է, պիտի ընդունենք, որովհետև շերտեր կան, սահմաններ կան, ծավալներ կան, բայց մենք պիտի ինչ-որ մի քայլ ձեռնարկենք։ Սա վաղուց հասունացած նախագծային կարգավորում է, ողջամտության սահմաններում պիտի քայլեր ձեռնարկվեն։ Ես ընդ մտածում եմ, որ նույնիսկ ընդունվելու պայմաններում էլ ենք մենք խնդիրներ ունենալու։ Այսինքն այնպես չի, որ 100%-անոց բոլոր իրավիճակները կառավարելի ենք դարձնելու եւ կարողանալու են կոնկրետ process ռեակցիա առաջացնել, բայց պիտի մտնենք թեմայի մեջ։ Հակառակ դեպքում մենք անընդհատ բողոքում ենք, որ կա ատելության խոսք, բայց որևէ քայլ եթե պետությունը չձեռնարկի, անընդհատ նույն ցիկլը ձնագնդի էֆեկտով ավելի կմեծանա։ Խոստանում եմ առաջիկայում թեմային ավելի մասնագիտորեն անդրադառնալ, որովհետև դեռ անկեղծ չեմ հասցրել ամբողջ նախագծին ծանոթանալ, տարբեր հարցեր կան մանդատի եւ մնացյալի մասով ծանոթանամ, խոսենք։ Ես ներողություն եմ խնդրում արևի նախարարի այս ներողություն, բայց մի իրավիճակի կապված գործիքները, որ հարց բացատրեցին կապված, որ դպրոցներում իրավիճակը այսպես է, շատ դեպքերում ուշեցիկ ուսումններ են հացում, ինքը պետք է հասարակություն ուշացնի, շատ դեպքերում նաև հասարակությունը ինքը բարձրացնում է, անձը բարձրացնում է, տվել է հարցանից, հաղորդում է տվել, ասել է, ազգային ժողովի նախագահը իր ձեռքերը որոնել է, թեքել է իր վրա, ինչ է հարի իրավապահնակը, չի արել ոչինչ։ Էդգար Ղազարյանը կենդանի է, ամեն օր օրում է, ինձ սպառնացել են, այո, ինձ սպառնացել են, ինչ է անում իրավապահնակը, չի անում ոչինչ, մենք այս իրավիճակներում ենք։ Շնորհակալություն մտքերի համար, հարգելի լրագրողներ, քանի որ առիթը ստեղծվեց ամփոփելով Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, Հայաստանի Հանրապետությունում գործում են իրավակարգի ամրապնդման բոլոր հնարավոր մեխանիզմները, անձանց իրավունքների պաշտպանության բոլոր մեխանիզմները կան եւ դրանք ստանդարտ ընթացակարգով պիտի առաջնորդվեն։ Շնորհակալություն բոլորիդ հարցադրումների համար։